Պարոն Միրզոյան, սկսենք ձեր քարոզարշավից, ինչպես եք այն բնութագրում եւ նաեւ ընդդիմադիրների հայտարարությունները իրենք եւս քարոզարշավի մեջ են։ Քարոզարշավը ուղղակի հիանալի է ընթանում եւ ժողովրդի աջակցությունը Հայաստանի քաղաքացիների աջակցության եւ խաղաղությանը եւ հետագա ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը եւ ինքնիշխանության այս երեք թեմայով էլ մեր նարատիվները ուղղակի փայլուն աջակցություն են գտնում ժողովրդի կողմից։ Մյուսները չգիտեմ ինչքանով են քարոզարշավ անում, մենակ լսում ենք ձայնագրություններ, որտեղ հասկանում ենք համատարած կաշառք են փորձում բաժանել, չգիտեմ, այս քարոզարշավ դժվար է անվանել։ Իրենք ես անձամբ եմ հարցրել Սամվել Կարապետյանին, այդ ընտրակաշառքների հետ կապված, իրենք չեն ընդունում, որ դա իրենց կողմնակիցներն են, ասում են իշխանություններն են արել։ Դե չասեմ։ Եվ նաև այդ պահվածքը, հա։ Ակնհայտորեն իշխանությունները նախ այս քաղաքական ուժը ձևավորված է ժողովրդավարական արժեքների շուրջ, քաղաքացիական պայմանագիր գոյության առաջին իսկ օրվանից ընտրակաշառքների դեմ պայքարում, եւ մենք շարունակելու ենք իհարկե պայքարել, եւ հիմա Փառք Աստծո եւ իրավապահ մարմիններն են հավուր պատշաճի գործում եւ պետք է արմատախիլ արվի դա ուղղակի մեր քաղաքական մշակույթից։ Եվ երեկվա վերջին ձայնագրությունը, որտեղ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները այդ գաղտնալսման մեջ վիրավորում են վիրավոր ազատամարտիկներին, ոչխար են անվանում, անբարոյական բառեր են ասում եւ այլն։ Դե մի կողմից դա պարզապես սրիկայություն է, ժողովրդի այս կամ այն հատվածին պիսի պիտակավորումներ տալը։ Մյուս կողմից էլ այդտեղ իրանց տրամաբանությունը հետեւյալն է։ Փող ենք տվել, ինչ ասես կարող ենք ասել, դրա համար մեկ անգամ եւս նույնիսկ նրանց, ովքեր քաղաքական այդ սթափությունը, ողջախոհությունը չունեն կամ կարիքի մեջ են ֆինանսական, 1000 անգամ ավել կշռադատեն նոր այդ քայլին գնան, դա քրեորեն հետապնդելի է։ Եվ նաև անդրադառնանք Քոչյանի հայտարարություններին, նա ենթադրում եմ ակնարկում է ձեր Վանաձորյան ելույթի մասը Ռուսաստանի հետ կապված, որ գերտերության հետ չի կարելի այդպես խոսել, Երևանը չպիտի իրան թույլ տա եւ խոսում է, որ հետևանքները ծանր են լինելու ժողովրդի համար, իսկ Հայաստանի իշխանություններն արդեն անցել են թույլատրելի սահմանը։ Ես չգիտեմ Քոչյանը ինչ նկատի ունի, ես նույնիսկ ձեր մեջբերած հատվածից խորը կասկած նաև այդ հատվածից, բայց մինչ այդ էլ իհարկե խորը կասկածներ ունենք, թե ընդհանրապես այդ մարդը ում կողմից է, ակնհայտորեն ոչ Հայաստանի Հանրապետության, այլ երկրների շահերը ներկայացնում, բայց ինչպես ասեն, իր մեղքը իր վիզը մենք շարունակելու ենք մեր ինքնիշխանության ամրապնդման ճանապարհը, ջանքերը եւ մենք մեր որոշումները, մեր հրապարակային հայտարարությունները ցանկացած քայլ պայմանավորելու ենք Հայաստանի Հանրապետության շահով, ինչպես էր երեկ այդպես եղել, ինչպես այսօր այդպես էլ վաղն լինելու։ Ծաղկահովտում քարոզարշավի ժամանակ Քոչարյանը նաև անդրադարձել է ծաղիկների ներկրման արգելքին դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ հեգնել է, որ առաջարկել է իշխանություններին այդ ծաղիկները նվիրել Բրիջիտ Մակրոնին եւ ՔՊ կանանց։ Սա ինչպես է։ Այդ մարդու մեջից թույնը եւ չարախնդությունը չի անցնում, ոնց հասկանում եմ, եւ մենք մեր ծաղկի բիզնեսով զբաղվող գործարարների համար լուծումներ կփորձենք գտնել, ամեն հենց այս վարկանին էլ մեր գործընկերները այդ ուղղությամբ աշխատում են։ Ու նաև խոսել է գյուղերը դատարկվում են, խոսել է, որ իր ժամանակ շատ լավ էր ամեն ինչ, ջրամբարի կառուցման մասին էր խոսում, հենց նույն Ծաղկահովիտում, թե ինչի չի սարքել, պարզ չի, հիմա էլ ասում է դա ինչ մի մեծ բան է, որ չեն սարքում այս իշխանությունը։ Դե գիտեք, ախր ով այս երկրում գոնե այդ մարդը ընդհանրապես պիտի սուս մնա, էլի, այդքան ասեն, բան ժողովրդի լեզու ասած նամուս է պետք ունենալ, գոնե սուս մնա, էլ ինքը գոնե այն մարդն է, որ չի կարա համեմատի իր իշխանության օրոք եղած Հայաստանը եւ այսօրվա Հայաստանը։ Հիմա ոլորտ չթվարկե մեր ձեռքբերումները, ակնհայտորեն սխալ դիրքավորում է։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար